Սվետլով համայնքի բնակչուհի Տիկին Հասմիկը պատմում է, թե դեռ ամիսներ առաջ էին անասունները տզային հիվանդությամբ տառապում, ինչի պատճառով էլ ինքը լուրջ վնասներ է կրել։ Հիվանդություն է դա նշանակում, որ կիզը կծում է անասունի, այունը ջուրը կտրում, եթե ջերմությունը տալիս է, եթե հասցնում է այդ պահին անասուն կա փրկվում, անասուն կա չի փրկվում։ Անասունը որ հիվանդ է լինում, մսավաճառները ավելի շատ հազար գնով են տանում, մարդիկ է ստիպված լցնում են իրանց մարազնիկի քչեն ուզում էլ վաճառեն, որ շահագործեն, արժեքչուր է։ Միանց այդ պահը ծախսերը դուրս չի գալիս էլի, ոնց որ ամեն ինչ այդ հարոտավայրի գումարով իր անասունների խոտիկի իր ծախսերը որ հաշվում են, այդ մարդկանց հետ մի բան չի մնում։ Մինչև կառավարությունը գյուղատնտեսության զարգացման մասին է հայտարարում, անասնագլխաքանակը շարունակում է նվազել։ Վերջին 5 տարիների վիճակագրական պատկերը հետևյալն է. 2025-ին 476 հազար, 2024-ին 490 հազար, 2021-ին 613 հազար անասուն է հաշվառվել։ Մարդիկ ցանկություն ունեին անասուն պահելու, այժմ այդ ցանկությունը նվազել է, անասնագլխաքանակը նվազում է գրեթե բոլոր մարզերում։ Գեղարքունիքում 2025-ին շուրջ 72 հազար անասուն է հաշվառվել, 2024-ին հաշվառվել է 76 հազար անասուն, 2020-ին հաշվառվել է 100 հազար անասուն, Արագածոտնում 2025-ին հաշվառվել է 53 հազար, 2024-ին 55 հազար, 2020-ին 73 հազար անասուն։ Սյունիքում 2025-ին 15500 կով կար, 2020-ին այն եղել է 23 հազար։ Վիճակագրությունը նաև արձանագրում է անասնագլխաքանակի անկման պայմանավորված կաթի նվազումը։ Անասուն պահելը տնտեսապես այլևս շահավետ չէ, փաստում են գյուղոլորտի փորձագետներն ու հավելում՝ դեղորայք, կեր, անասնաբուժական ծառայություններ։ Ամեն ինչն է ազդում անասնապահության վրա։ Ակնհայտորեն ցանկային տարածությունները, եթե կերային մշակաբույսերի կրճատվում է երկրում, պետք է դա հանգեցներ տավարաբուծության ընդհանուր խոշոր երջերավոր անասունների գլխաքանակի կրճատմանը։ Արձանագրվել են կաթի միջին գների անկում, այսինքն ինչ է ստացվում։ Կերային մշակաբույսերի ցանքերը կրճատվում են, կերը թանկանում է, արդյունքում ոչ միայն կաթը չի թանկանում, այլ ավելի էժանանում է։ Ակնհայտ է, չէ՞, որ դա պետք է արդեն պակաս շահութապ առնար ու հետևաբար նաև գյուղացին ֆերմերը գնալով հրաժարվում է ավել գլխաքանակից ու կրճատում է այլ գործունեություն է փորձում իրականացնել։ Մասնագետները անասնագլխաքանակի անկման տարբեր պատճառներ են քննարկում՝ արոտավայրերի անհասանելիությունից մինչև ներքին շուկայական խնդիրներ։ Նրանց գնահատմամբ անասնագլխաքանակի նվազումը միայն գյուղատնտեսական խնդիր չէ, այլ նաև բարենային անվտանգության եւ գյուղական համայնքների զարգացման հարց։ Ոլորտում անկումը հաղթահարելու համար անհրաժեշտ են պետական նպատակային աջակցության ծրագրեր, մատչելի վարկավորում, անասնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, անասնակերի ապահովում եւ հիվանդությունների արդյունավետ կանխարգելում։ Մասնագետները վստահ են համակարգված եւ երկարաժամկետ քայլերի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն կասեցնել անկումը, այլև աստիճանաբար վերականգնել անասնագլխաքանակը, ապահովելով ոլորտի կայուն զարգացումը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։